Երգում եմ ահա այս գովքը ես խաղողի, մեր բոր բուլուսատեսկ, մեր գինու պայծառ ու հրակեզ, մեր արվեստների մեծահանդես։ Եվ դպրությունն եմ մեր երգում ես, գեղեցկությունը դպրության վես, որ օրերում այս պարգևե մեզ հույզեր, հրահուր և մրգեր կեզ։ Թերևս միայն մեծ ընչարենցը կարող էր այսպես կենդանի, այսքան դիպուկ և կյանքով լեցուն նկարագրել հայոց գինին, նրան մի ամբողջական պոեմ նվիրելով, գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության։ Այս շքեղ ձոնով էլ սկսում ենք Համի ուժի 7-րդ եթերաշրջանի երկրորդ հաղորդումը։ Բարով եք եկել։ Ինչպես խոստացել էինք, մեր 7-րդ եթերաշրջանը գինառատ է լինելու։ Քանի որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ մենք անցնում ենք գինու ճանապարհով, ձեզ համար բացահայտելով կենսատու խմիչքի նուրբ գաղտնիքները։ Չարենցով ոգեշնչված որոշեցինք Ամար կաֆե-ռեստորան հրավիրել մեր արվեստագետ ընկերներին, հետաքրքիր մարդկանց և իհարկե գինեգործներին, վայելելու հայկական անմահական գինիները և համեղագույն ուտեստները, բացահայտելով դրանց գաղտնիքը։ Մեր հյուրերի հետ այսօր իհարկե զրուցելու ենք նորին մեծության գինու մասին։ Դե ինչ, սեղանը պատրաստ է։ Ես էլ գնամ հյուրերիս դիմավորելու։ Մեր նախորդ եթերաշրջաններում մենք էինք նրանց այցելել։ Իսկ այսօր ես որոշել եմ նրանց հրավիրել այստեղ, իսկական գինարբուքի, համտեսելու և վայելելու հայկական արևահամ գինիները, այն գինիները, որոնք ծնվել են Հայաստանում։ Այնպես որ այսօր կարելի է խոսել ժամերով ամեն ինչից, բայց գլխավոր հերոսը գինին է։ Շատ սիրելի և հարգելի հյուրեր, նախ շնորհակալ եմ ներկա գտնվելու համար։ Թույլ տվեք նախքան բոլորին ներկայացնելը նշեմ, որ այս տարի որոշել ենք անել այսպիսի հետաքրքիր Համի ուժ 7-րդ եթերաշրջանով, իր սիմվոլիկ 7 թվով, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ միասին որոշել ենք ակցենտավորել գինեգործությունը Հայաստանում և զարգացնել ներգնա տուրիզմը, բերելով մեզ բոլորիս այն փիլիսոփայությանը, որ գինին իսկապես մեր սեղանների զարդն է ու պետք է զարդարի և մեր միտքը և մեր սեղանները և մեր հյուրընկալության ամենաարժանի ներկայացուցիչը դառնա։ Եվ այսօր ունենք երկու գինեգործական ընկերության ներկայացուցիչ այստեղ, Ջրաղացպանյանների ընկերությունն է, որը Ջրաղացպանյանների winery ներկայացուցիչը Արտաշես Ջրաղացպանյանը կներկայացնի հենց Ջրաղացպանյան գինին, և ունենք շատ հետաքրքիր winery ներկայացուցիչը, տնօրեն և գլխավոր գինեգործը Արեգ Խոջոյանը, որը կներկայացնի յուրահատուկ Վանա Կատո անունով գինին։ Գինեգործությունն անսահման երևակայության և լայն հնարավորությունների դաշտ է, որտեղ կարելի է ազատ ստեղծագործել, էքսպերիմենտներ անել։ Այն նման է արվեստի, որտեղ յուրաքանչյուր անհատ միայն իրեն բնորոշ ձեռագիրն է թողնում։ Ասում են, եթե նույն այգու նույն խաղողը տան 10 տարբեր գինեգործի, նրանք կստանան 10 տարբեր գինի, մեկը մյուսից գունեղ և անկրկնելի։ Գինիների հարուստ գունապնակում իրենց հետաքրքիր տեղն են զբաղեցնում GN Winery ընկերության Van Cat, ասել է թե Վանա Կատո անվանակոչված գինիները։ Հեղինակը Արեգ Խոջոյանն է, մարդ, ով կարող է ժամերով խոսել ու պատմել կենսատու այս խմիչքի մասին և իհարկե ոգևորել։ Նա գիտի գրեթե ամեն ինչ, պատմությունից մինչև գինու մշակույթ, սովորույթներից մինչև առանձնահատկություններ։ Արեգը համոզված է, որ գինին միշտ եղել է հայի մշակույթի մի կարևոր մասը և առանց գինու անհնարին է պատկերացնել որևէ ծես հայոց միջավայրում։ Այդ հայկականությունը պահելու համար էլ գինու համար ընտրվել է հենց Վանա Կատո անվանումը։ Սա յուրահատուկ մոտեցում է համեղ գինու անվան միջոցով հետ վերադարձնել նաև հային պատկանող Վանա Կատվի համբավը։ Վանա Կատո։ Այդ կարևոր անուն է, որովհետև հետո հաշթագով մենք մտնելու ենք մեր հարևանների չսիրած տեղը, որովհետև Վանա Կատուն ցավոք սրտի արդեն ամրագրում են ինչպես իրենցը, բայց մենք գիտենք, չէ, որ Վանա Կատուն մերն է, մենք ո գիտենք։ Մենակ Հայաստան կարող են գինեգործները այսքան լավ ընկերաբար իրար կողք կողքի նստել, մեկը մյուսին փոխանցի մյուսի գինին,
Բա իրականում գինեգործությունը չէ, ասի շատ է տարբերվում, բայց շատ կարևոր մի առանձնահատկություն ունի, չտարբերելով մնացած արվեստի Մենք չենք բնագավառներից, մեղադրում, հանգիստ ասեք ձեր կարծիքը։ Մենք մեկս մյուսով ուրախանում ենք ու մենք իրար հետ ներկայացնում ենք, ինչպես նկարիչները, հա, քանդակագործները ներկայացնում ենք հայկական գինին աշխարհին եւ կոնկուրենցիա մեկը մյուսի մեջ 15000 հեկտար խաղողի այգիներով այդ այնքան է ճիշտ չի ու դուրս չի։ Ուզում ասել քիչ է, Դրա համար 15000 շատ քիչ է աշխարհի համեմատ, բայց առողջ վիճակում։ Լավից լավը դառնա։ դե այդ արդեն կոնկուրենցիա բառը չի սազում։ Ես ասեմ, որ մենք սիրում ենք առողջ մրցակցություն եւ սիրով ասելու ենք եւ անպայման դրական կողմերը նշելով եւ որոշ թերացումներ եթե գտնենք, դժվար գտնենք։ Հանգիստ օգտագործեք ձեր հեռախոսները, ակտիվացրեք մեր գինեգործներին ձեր սոցկայքերում, մենք միայն շնորհակալ կլինենք։ Լսում ենք։ Շատ լավ։ Հիմա փորձելու ենք վանակատու սպիտակ, որը կանգուն խաղողի սորտից է պատրաստվում։ Այդ բառը լավն է, կանգուն խաղողի սորտ։ Հա, ինքը որպես բնութագրիչ է կանգուն խաղողի սորտ ու հենց նույն բանի համար իրան անվանել են կանգուն, որտեղ ինքը տենց խաղողի վազը ուղիղ է աճում, կանգնած լինի ոնց որ, տենց կանգուն է։ Հայ պես էլի միշտ կանգուն։ Միշտ։ Այո։ Ու տենց որոշել ենք ես գիծը, հա, գինիների անվանենք վանակատու, ինչպես ասացիք, Հայտնի մեր կատվի։ հարևանները մեր կատուն ուզում են ուրիշ կատվի տեղ օգտագործեն։ Իրականում մեր կատուն մի քիչ ներկված է եւ գլխի հատվածից եւ պոչի։ Հա, Ու շատ սիրում եմ։ ասում են, որ վանակատուն վանալեջում որս անելուց արևը ներկել է պոչն ու գլուխը, դրա համար է ներկված։ Ու դրա համար վանակատուն է ճիշտ վանակատուն, հայկական վանակատուն։ Ունի գունավոր պոչը ու գլուխը։ Հիմա մեզ պիտակի վրա համ կատու է, համ մարդ։ Կին, մի ասեք մարդ։ Իսկ կինն է մարդ։ Բայց կնիկ մարդ։ Հա, կնիկ մարդ։ Արեք, ես ոնց հասկացա, դուք էկոլոգիայի պահպանման կողմնակից եք եւ չեք արել ավանդական խցանք, ճիշտ եմ տեսնում։ Այդ պատճառներից մեկն է եղել։ Իրականում ես Հայաստանում այնքան էլ տարածված չէ, դուտակաբուն։ Իտալացիներն են սիրում վերջին ժամանակներում։ Հա, ինքը ընդհանրապես մի 50 տարվա պատմություն ունի, որ գինեգործության մեջ կիրառվում է։ Զելանդացիները, ավստրալացիներն են արդեն էկոնոմիկական, տնտեսական, քրեական կողմերը օգտագործելով էս կիրառում։ Մենք ավելի շատ տեսակի, գինու տեսակի վրա ենք որոշումը կայացրել, որտեղ այս անվան գինիները լինելու են ավելի շատ մեծ քանակի եւ իրենք հեշտ խմբող գինիներ են։ Այսինքն եթե մարդ գնում է ճամփորդության, փոքրիկ ձեռքի շարժումով ունենում է գինի, բացի։ Էլ այդ կռիվը չկա, էլի ով ունի շտոպ։ Բայց ես սիրում եմ։ Շտոպը բացի չէ, ես սիրում եմ այդ խցանահանի ինստիտուցիան, բայց Չնայած համավարակի գինեգործությանը հասցրած ահռելի վնասներին, 2020 թվականին Գերմանիայի Mundus Vini գինու միջազգային մրցույթի գարնանային համտեսին Venket Arena-ին արժանացել է արծաթե մեդալի։ Venket 2018 կարմիրը պատրաստվում է միայն Արենի խաղողի սորտից, իսկ վարդագույնը, որն արտադրվել է սահմանափակ քանակությամբ, երկու տեսակների՝ Արենիի եւ կախեթի խառնուրդն է։ Այս պահին GN Winery-ն շուկայում ներկայացում է Venket 2018 կարմիր Արենին եւ Venket վարդագույնը, իսկ 2019-ի սպիտակ կանգունը եւ վարդագույն Արենի կախեթը դեռ հասունանում են եւ հասանելի կլինեն շուտով։ Կարևորը հայկական գինի ըմպելն է, չէ՞ որ դրանով մենք նաեւ զարգացնում ենք մեր գինեգործությունը։ Բարով տեսանք, մեզ լավ մեկնարկ, լավ գինիներով, լավ հետաքրքիր մեր լեռնաշխարհով, մեր արևահամ խաղողներով ու լավ մարդկանցով, որովհետև ոչ մի վիրուս, բարակ, ոչ մի բարդություն աշխարհում չի կարող խաթարել հայի երջանիկ լինելու իրավունքը ու պարտավորությունը։ Այլևս։ Երբեք։ Ամեն։ Համիուժի 7-րդ եթերաշրջանը հանգիստ կարող ենք անվանել խմուկների։ Խմուկների եթերաշրջան։ Ես կարծում եմ արդեն այնքան գինեգործությունը զարգանում է գնալով, որ հավատում եմ, որ մի եթերաշրջան չի բավական։ Հաստատ չէ։ Ներկայացնել այդ ամեն ինչը։ Անշուշտ չէ, բայց թող սա դառնա գեղեցիկ ավանդույթ ու մեկնարկ, որպեսզի մենք սկսենք ինքնուրույն ճանաչել նոր վայրեր, նոր տեղեր, որպեսզի մեր ներգնա տուրիզմը լինի նաև թիրախավորելով
գինեգործների լավ առումով թիրախավորելով կոշիկի պահում։ Ոնց է։ Ինձ բույրը շատ դուր է գալիս։ Ես եմ անցի սպասում սեկունդ։ Արեք։ Գրեփ սպիտակ գինու սիրահար։ Շատ վայելում եմ, որովհետև խմելուց հետո, այսինքն դու դեռ զգում ես, դու դեռ Հետամը։ հա, հետամը sense ուղեկցում ակես, այսինքն այնպես որ կումը արեցիր եւ անցավ գնաց, դու կարող ես վայելել դեռ։ Եթե չճանաչես, չիմանաս թե ովքեր են, դժվար էլ կռահես, որ այս հմայի չայուհիները քույրեր չեն, այլ մայր եւ դուստր։ Միշտ վառ, միշտ դրական լիցքեր շռայլող Զարուհի Բաբայանի դուստրն էլ նրա նման հմայի չէ եւ նպատակասլաց։ Տարօրինակ չէ, որ երիտասարդ Սոֆի Դևոյանն էլ գինու նրբաճաշակ գնահատող է։ Այո, մեր երիտասարդ սերունդը հստակ գիտի արժևորել մեր ազգայինը, այն տեսնել նոր ժամանակների լույսի ներքո։ Այսօր մենք կփորձենք նրանց օգնությամբ հասկանալ, թե ինչպես է գինին հաղթարշավով վերադառնում հայոց կենցաղ եւ ինչու են երիտասարդներն ավելի հաճախ նախընտրում հենց հայկական գինին։ Կանգուն սորտի խաղով։ Միայն Միայն։ այս սպիտակի մեջ։ Այո։ Ուզում ես սառույց խնդրենք ավելացնես։ Չէ, ես Զառիճկան սիրում է սառույցով համեմել։ Սառույցով, բայց այսօր կհետևեմ ճիշտ կանոնին, չնայած ինձ ասացին, որ գինին խմում ես այնպես, ինչպես քեզ դուր է գալիս, դա է ճիշտ տարբերակը։ Հաստատ, լուրջ իտալացին։ Ապրում ես այնպես, իսկ քան որ ես տենց եմ ապրում, սիրում եմ ինչ որ սիրում եմ, անում եմ ինչ որ սիրում եմ։ Ճոխություններ եք ձեզ դուր տալիս, որ մենք ապրենք այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Ահա, բայց շատ բան չենք ուզում։ Ես օրինակ ապրում եմ այնպես, ինչպես փորձում եմ ուզել։ Եվ քանի որ չկա տարածքում ծով, ու մենք դեռ չունենք ծովի իրավունք, ես փորձեմ ռոմանտիզմի պակասը լրացնել մեր գինիներով, ծովաղով, աղի պակասը եւ լավ հաճելի իմ ընկերներով, որոնց հետ ունեմ պարբերաբար շփվելու այս հնարավորությունը, անկախ նկարահանումներից, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեզ համար շատ կարեւոր այս օրը դուք մեզ հետ եք։ Այ ինչն է ֆենոմենը, որ մեր գինու զարգացումը սկսվել է վերջին 15 տարիներին։ Ինչու՞։ Խորհրդային միություն։ Չէ։ Ես կասեի, որ վերջին 10 տարում արդեն ռեալ դրական փոփոխություններ ենք արձանագրում, եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտասահմանյան շուկայում եւ տարբեր մրցանակաբաշխություններում։ Երևի փոխվեց մենտալիտետը, փոխվեց գինու նկատմամբ սերը, որովհետեւ սովետական միությունը մի փոքր փոխեց հայի վերաբերմունքը գինուն։ Տեսեք, մենք խաղողի ակցենտը կոնյակով էինք տեսել։ Այո։ Դե խորհրդային միությունը միշտ այդպես էր անում, ինքը բաժանում էր տարբեր ինչ որ մասերի։ Մեկը կաուչուկ արտադրում, մյուսը այդ կաուչուկը դարձնում անիվ, մյուսը, չգիտեմ, ինչ վրայի գիծն է քաշում, այտենց գինեգործությունը տվեցին վրացիներին, իսկ կոնյակագործությունը մեզ, դրանով մեր գինեգործությունը տուժեց։ Տուժեց, հա։ Ես ասեմ, որ առաջին անգամ վանակատուն խմել եմ այստեղ, հենց Ամառ կաֆե ռեստորանում, եւ ինձ համար հաճելի անակնկալ էր, որ առաջինը ներկայացնում ենք քեզ հայկական գինիների տեսականին։ Եվ ես կարծում եմ, որ դա է առաջին խթանողը, հա, գինեգործների, խաղողագործների աշխատելու ցանկության խթանը հենց այն է, ինչ դու սպառում ես։ Իդեպ ես նկատել եմ հիմա կաֆեներում, ռեստորաններում, որ հիմնականում պատվիրում են հայկական գինիներ։ Խմում են հայկական գինիներ։ Հիմնականում։ Ես կարծում եմ, որ մենք հայերս, անկախ մեր բոլոր խնդիրներից, ունենք այնքան խելամտություն, որ միշտ ունենանք մեր սեղանին մի բաժակ լավ գինի։ Եվ այդ լավ ավանդույթը ոչ միայն օգնում է, որպեսզի մենք զարգացնենք այն, ինչը այսօր շատ ունի մեր բոլորի կարիքը, այլև վայելենք եւ այդ մշակույթը մտնի, որովհետեւ այն արագ խմվող խմիչքները չեն թողնում, որպեսզի դու սեղանակից ընկերներիդ հետ անցնես այդ կյանքի ճանապարհը։ Իսկ գինին ճամփորդ ընկեր է, նա հետդ անցնում է ճանապարհ եւ քեզ վայելքի ճանապարհը։ Եւ տանջանքներից զատ կարեւոր է ունենալ վայելքի ճանապարհը եւ կենաց ինչը նշանակում է կյանքի համար։ Գենաց վայելենք այս պահերը։ Վայ հա, ես ձեզ հետ միշտ պատրաստ եմ ամենուր ամեն ինչ վայելել։ Չեմ ասում։ Արևից մինչև անձրևներ եւ գինիներ։ Ամառ սրճարան ռեստորանում ամեն ինչ մանրակրկիտ մտածված է։ Հանգստի իդեալական գոտի, դիջեյական կամ կենթանի երաժշտությամբ հետաքրքիր միջավայր, ջերմ հյուրընկալություն եւ այս ամենից առավել անկրկնելի ճաշացանկ բարձրակարգ խոհարարների կատարմամբ եւ բարձրորակ մթերքներով։
Ամառի մենյուի մեջ կան շատ համեղ տաք ուտեստներ, որոնց մեջ ընտրություն կատարելը հավատացեք բարդ է։ Բայց մենք շեֆ խոհարար Հռիփսիմե Բարխուդարյանի հետ միասին արդեն որոշել ենք, թե ինչով ենք հաճելիորեն զարմացնելու մեր հյուրերին։ Իսկ մինչ այդ ինքս կմասնակցեմ անգուսի քյաբաբի եւ ռիբայի խորովածի պատրաստմանը, որոնք այստեղ պարզապես անգերազանցելի են։ Շեֆ խոհարար Հռիփսիմեի շեֆությամբ կրակի մոտ է քյաբաբ ու խորոված պատրաստող Ժորա Արշակյանը։ Դե գիտեք, սա շատ պատասխանատու մի գործ է եւ կարեւոր է յուրաքանչյուր նրբություն։ Կրակի մոտ պետք է լինել չափազանց ուշադիր։ Մենք մսակերներս փնտրում ենք երկար եւ գտնում ենք այն, ինչ շատ համեղ է, շատ թարմ է եւ անհավանական տարբեր է մեր սովոր համերից։ Գտնվում ենք կարևորագույն կետում ամառ կաֆեի, որտեղ որ պատրաստում են այն բոլոր մսից ուտեստները, որոնք որ հիմնական բաղադրատոմսն են կազմում այս մենյուի։ Մեզ հետ է Ժորան Արշակյան, ողջույն Ժոր։ Ողջույն։ Մսի պատասխանատուն եք դու, ես այդպես եմ ասում։ Հիմա հասկանանք ինչ է Ժոր ջան այդ անգուսի քյաբաբ ասվածը։ Անգուսի հիմնական ինգրեդիենտը դա հենց անգուսի միսն է, տեսակն է, որը որ ամենանուրբ յուղոտ իր տեսակով ցլիկն է։ Ժոր դրա համար չի չորանում։ Հա։ Ինքը շատ յուղոտ է, իր հյուսվածքների մեջ յուղային մասան այնքան շատ է, որ ինքը թույլ չի տալի չորանա, բացի դա իր ջեմային մշակումը ճիշտ անցկացնելու։ Կատի ունեք արդեն կրակի վրա պետք է ճիշտ լինի, կրակը ուժեղ չլինի կամ թույլ չլինի, որպեսզի լավ լինի։ Ցույց տվեք ինչ եք անում, ես էլ փորձեմ կողքից օգնել։ Շամփրեմ այդ անգուսին։ Հիմա ես օրինակ շատ լավ էլ ֆարշը սարքել եմ։ Ոչինչ որ ու մի բան ասեմ, այս կարծրատիպերը պետք է կոտրել։ Հիմա մեր տանը 3 աղջիկ կա։ Վերջը մեկն ու մեկը պիտի խորոված անել սովորես։ Իրոք շատ լավ է ստացվում։ Շոր ջան, ապրեք, ես նախապես խնդրել եմ, էլի որ լավ բաներ ասի։ Այստեղի ուտեստների որակը իհարկե ապահովում են նաև այն մթերքները, որոնք հատուկ առնվում են, հատուկ ստեղծվում են այս բոլոր բաղադրատոմսերի համար։ Թարմ, լավ, սև պղպեղը, որի ներկայությունը շատ է կարևոր, լավ բյուրեղյա աղը, ծովաղը, ճիշտ ու թարմ կանաչիները, թարմ կծու պղպեղները եւ ամեն ինչը, ինչը արվում է սիրով, շնորհակալությամբ եւ իհարկե այցելուին լավագույնս մատուցելու կարևոր սկզբունքով։ Էդ ինչի՞։ Ձևեր կան։ Էդ ինչի՞ այդպես արեցինք։ Մյուսն էլ։ Տենց ենք անում, որ ինքը ներսից էլի ջեմային մշակում անցնի։ Վաու։ Հա։ Էս շատ գաղտնիքներ են, որ բացահայտում են։ Պատրաստ է, գնացինք։ Անուշարեք։ Անգուսի մսից քյաբաբ պատրաստելու համար բաղադրատոմսը առաջին հայացքից պարզ է։ Խոշոր աղացած մսին ավելացնում ենք աղ, սև պղպեղ եւ թարմ կծու հալապինյո պղպեղ, մանր կտրատած։ Մսի կպչունությունն ապահովում է յուղոտությունը, սակայն մեծ դեր ունի նաեւ ֆարշը խառնելու տեխնիկան եւ իհարկե բուն ինքնին անգուս միսը։ Անգուսի քյաբաբն արտերկրում պատրաստում են եփվածության տարբեր աստիճաններով, սակայն ամառում ընտրել են մեր քինքին ամենահաճելի, լավ եփված տարբերակը։ Սա ռիբայի մեշկի վերևի ֆիլեն է, հենց ռիբայի կտրվածքն է, բայց սա ստեյք չի, սա խորոված է։ Անցնենք պատրաստելու։ Լոշիկով ենք մատուցելու, ես հեսա կառանցնացնեմ։ Ամառը մինչև ուշ աշուն աշխատելու ու ես գալու եմ այն ամենաուշ աշնանը վայելեմ ռիբայի խորովածը։ Այդպես էլ կոչվում է, չէ՞, ռիբայի խորոված։ Ռիբայի խորոված։ Համեմում ենք ինչ-որ բանով, մի փոքր սենց Կարակ հա։
Այսօր համտեսելու ենք նաև ռիբայի խորոված։ Այո, ոչ թե ռիբայ ստեյք, այլ խորոված։ Որպեսզի չկորցնենք եւ նույնիսկ ընդգծենք մսի համը, պետք է այն համեմենք զեյթունի ձեթով, աղով, սև պղպեղով եւ իհարկե հազրե վարդով, ռոզմարին։ Մսի ընտրությունն ու համեմելու այս կերպն են թերևս ստիպում, որպեսզի զգալով այդ համային յուրահատկությունները մենք ամեն անգամ վերադառնալով ամառ կրկին ընտրենք ռիբայ խորովածը։ Որպես ստեյք այն կարող էր ունենալ ջերմային մշակման տարբեր աստիճաններ՝ քիչ եփված, միջին, միջինից բարձր, բայց ամառում այն եւս պատրաստվում է հայերի համար նախընտրելի լավ խորոված տարբերակով։ Թե քյաբաբը եւ թե խորովածը պատրաստելու համար նախ շատ կարեւոր է ածուխի որակը եւ իհարկե քանակը։ Երբ ածուխը շատ է լինում, միսն արագ կեղևապատվում է եւ հեղուկը միջից դուրս չի գալիս։ Այսպիսով միսը հյութեղ է մնում։ Առհասարակ կարևոր է յուրաքանչյուր մանրուք, որակյալ աղից մինչև հետաքրքիր համեմունքներ։ Ես սկսում ենք իրեն հարել, այո։ Այն կանաչին էլ ենք լցնելու։ Հա, դա մի քիչ ուշ, մինչև կարակը մի քիչ հարել։ Հալվի, հասկացա։ Վերջում մի պահ դնելու եք էլի մանգալի կրակի վրա տաքությունը տա, տեսակ ոնց իմացած։ Որևէ բան դեկորատիվ չէ։ Հյուրասիրվեք, հարգելի հյուրեր, պարոնայք, տիկնայք, հյուրասիրվեք եւ մսի հետ էլ պետք է համադրենք, արդեն անցնենք ջրաղացպանյան գինիներին։ Արտաշես սիրով լսում ենք ձեզ, իդեպ ջրաղացպանյան եղբայրները ունեն շատ հին արմատներ, ինչպես հասկացանք ազգանունից ջրաղացպան է եղել իրենց ապու պապը, հա, Բայազետից գալով։ Բայազետից եկել Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստանում արդեն Մոլա Բայազետ գյուղում, ներկայիս Բամբակաշատ գյուղում մեր պապերը իրենց այգիներն են հիմնել, զբաղվել են գինեգործությամբ։ Արմավիրի մարզ։ Արմավիրի մարզ, գյուղ Բամբակաշատ։ Ունենք հինավուց մառան, կարելի է ասել ամեն պայմանները, որտեղ կարելի է գինի ստեղծել, արարել, կարասնել, տատառներ եւ խմել, իհարկե։ Մենք խմելու մասին ենք։ Դուք պետք է արարեք, մենք այդ արարածը վայելենք։ Ներկա պահին մենք դրանից մեր տանեկից հիմնել ենք մեր արտադրությունը, արտադրում ենք մեր ազգանվան ջրաղացպանյան բրենդը, 4 տեսակի գինիներ, կարմիր, սպիտակ, ռեզերվ, ռոզե, ընտանեկան գործունեություն է ու մենք բոլորս մասնակցում ենք այդ պրոցեսներին, հայրս ագրոնոմ է, մեծ եղբայրս մեր հաշվապանն է։ Ինչ լավն է։ Երկու եղբայրս էր արդեն գինեգործ են, ես եւ Իսկ տան խմողնով է Արտաշես ջան։ դե որ հավաքում են բոլորով Հյուրերը։ հյուրերը։ Մյուս անգամ մենք հավաքում ենք ձեր տանը։ Ինչ հետաքրքիր է, կարծես տենց ինչ որ ձևավորված բան կա, հա, որ գինեգործությունը ավելի շատ ընտանեկան է միշտ եղել։ Որ եղբայրս էլ է զբաղվել ժամանակի գինեգործությամբ, պապիկս ոչ արտադրական տան պայմաններում, բայց համապատասխան կարասներ, ճզմելու հարմարանքներ, ամեն ինչ ունեցել է, ասած։ Մենք էլ պրոֆեսիոնալ արդեն կրթություն ստացանք, պրոֆեսիոնալ կերպով մոտեցանք մեր գործի, հիմնեցինք մեր արտադրությունը։ Այն ինձ ամենաշատը դա է դուր գալիս։ Արտաշես ջան, առաջարկում եմ ձեր գինին էլ բերեք, մենք ընթացքում զուգահեռ կհամտեսենք։ Գինեգործների մեջ որպես կանոն պատահական մարդիկ չեն լինում։ Կյանքի ինչ որ մի նուրբ ու ազդեցիկ իրողություն է մարդկանց դարձնում գինեգործ, հաճախ նաև երազանքը։ Ավելի հաճախ գինեգործ գերդաստաններից են դառնում։ Այդպիսին է օրինակ իմ հյուրերից Արտաշես Ջրաղացպանյանը, ում ազգանունից անգամ արդեն կարելի է կռահել, որ նա արևաշունչ ջրաղացպանյան գինիներն է ներկայացնում։ Գինեգործական ժառանգված ավանդույթների սերնդե-սերունդ փոխանցված հմտությունների կրողն է Ջրաղացպանյան գինու գործարանը, որի տնօրենն էլ հենց Արտաշեսն է։ Հնագույն գինեգործական ավանդույթներով հայտնի պատմական Արմավիր մայրաքաղաքում նրանք հիմնել են այգիներ, կառուցել գինու հնձան, գետնափոր մառան եւ ավանդույթի ուժով պատրաստել սեփական գինին։ Ջրաղացպանյան Winery ընկերությունն արտադրում է խաղողի սպիտակ, վարդագույն եւ կարմիր գինիներ։ Անասելի հաճելի էր տեսնել, թե ինչպես է այսքան երիտասարդ գինեգործը այսպիսի հմտությամբ ներկայացնում հայկական գինեգործությունը։ Սա մեր ռոզեն է, պատրաստված Տիգրանի սորտից։
Որն է Տիգրանի սորտը։ Տիգրանի սորտը խաչասերված է Սապրավի եւ Արենի սորտից։ Ինքը սևապտուղ խաղող է, հյութը սպիտակ։ Տիգրանի սորտը մեծ մասը աճում է մեր յուղի տարածքում։ Ինչից է գալի դա, որ սովետ ժամանակում հիմնել են այգիները մեր յուղում ու ներկա պահում պահպանվել է մեր տվյալ տարածքի այգիները։ Ուրիշ տարածքներում կան, բայց քիչ քանակության կամ վերացման եզրին են։ Մենք որոշեցինք հիմնվել այդ սորտի վրա, մոտ արդեն 10 տարուց, ասենց ասած արտադրական, մինչև դա էլ փորձերով հիմնավորել ենք մեր արտադրական process-ները, որ կարելի է բարձրաժեք գինի ստանալ Տիգրանի սորտից։ Մենք 2019 թվականին փորձեցինք ռոզե ստանալ մեր Տիգրանի սորտից, իսկ կարմրահյութի հետ բլենդից էր ստանում ենք մեր կարմիրը։ Իսկ ռեզերվեն ինչից եք ստանում։ Ռեզերվն է նույնպես կարմրահյութ Տիգրանին է հնեցված կաղներ տակառների մեջ։ Ինձ դուր է գալիս, որ միայն աշխարհում մի տեղ կա, կոնկրետ բամբակաշատում Տիգրանի տեսակի խաղողը։ Եվ նաև պատահական չի, որ Հայաստանում է միակ կանգուն խաղողը։ Ինձ շատ է դուր եկել այդ փաստը։ Ամեն եվրոպացի փորձում էր, երբ որ ներկայացում ենք Փարիզում այդ գինին, փորձում են իրանք նմանացնել իրանց ծանոթ եվրոպական ինչ-որ սորտի գինու, ինչը այսօր տեղ ունեցել, շատ նորմալ է, որտեվ անծանոթ բանը ամեն ինչ է կյանքում։ Մարդ փորձում է ասոցիացնել կամ նմանացնել իրան ծանոթ ինչ-որ մի բանի հետ, որ ընդունելի դառնա իր ուղեղի կողմից, իր կողմից։ Հիմա մեր գինին էլ, մեր բոլոր գինիները հայկական, աշխարհում փորձում են նմանացնել Արենին Պինոյի հետ, Շիրազի հետ, կանգունը սրա հետ նրա հետ, բայց մենք ունենք առանձնահատկություն, մենք շատ տարբեր ենք, հայկական գինին, հայկական խաղողը շատ տարբեր է ու շատ լավն է։ Դիզայներ, քանդակագործ, ոսկերիչ, նկարիչ, Նուր դիզայն ստուդիայի հիմնադիր տնօրեն, Նուր արտ ցուցասրահի հիմնադիր, Մարտ Տոն, նաև գինեսեր եւ գինու մասին երգի հեղինակ, որն էլ իր հերթին դարձել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հիմնը։ Գիների գործարան սպանա, թող կենացդ հավեշտանա, մենք գործը յուր գործը մորնը, չելող բանա, չելող բանա։ Բայց սա իմ լավ ընկերոջ մասին իհարկե դեռ ամենը չէ։ Նրա խոհարարական հմտություններին ծանոթացել ենք դեռ նախորդ եթերաշրջանից, բայց Նուրին բացահայտելը բարդ բան է։ Ամեն դեպքում նա արտասովոր մի տաղանդ ունի։ Նուրը կարողանում է ամեն ինչ արվեստով մատուցել, թե զարդերը, թե նկարները եւ թե դիզայնը, ու նաեւ պատմությունները։ Հեքիաթը պարզապես ծորում է նրա լայն ժպիտի տակից։ Ի վերջո բիբլիական Սուրբ Արարատը մի քանի անգամ գրավված մարդը չի կարող նրբորեն չզգալ հայկական գինու եւ քաղցրահամ խաղողի հեքիաթը։ Նոր իսկ դու ո՞նց ես ստեղծել քո գինու երգը։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը ունի նաեւ իր հիմն գիծի երգը, այսուհետ, այո, որի համահեղինակներից ահա այստեղ նստած է մեր սիրելի քանդակագործ նկարիչը։ դա առհասարակ sense մեծ պրոյեկտ է, որ երկեր այն թեմաներով, որոնք որ պետք է երկված լինեն մեր ազգի մեջ, բայց ցավոք սրտի չկան։ Երաժշտության հեղինակը եղավ Տիգրանը Պետրոսյան եւ երգեցել Տիգրանը Պետրոսյան, իսկ բառերի հեղինակը դարձա ես։ Նկարչուհի, գեղեցկուհի, հիանալի մայր, դիմահարդարման մշակույթն ու արվեստը տարածող եւ հիմնադրող Հրանուշ Եղոյանի եւ նրա ամուսնու Հովանես Ջիվանյանի հետ մենք գինի էլի ենք խմել Սուրբ Հարության տոնին, հենց նրանց տանը։ Վայելել ենք նրանց պատրաստած համեղ աղցաններն ու ձուկը։ Նրանց ընտանիքն ինքնին գինու նման է, որքան հնանում, այնքան թանկանում եւ համեղանում է։ Ամեն ինչի մեջ գեղեցիկը նկատող եւ ամեն ինչը գեղեցիկ դարձնող Հրանուշն ու Հովանեսը գինու նրբաճաշակ սիրահարներ են եւ հրաշալի գլուխ են հանում գինիներից։ Այնպես որ մեր գինարբուքի սեղանի շուրջ նրանց լսելը ոչ միայն շատ հետաքրքիր է լինելու, այլև շատ օգտակար, մանավանդ մեր գինեգործների համար։ Հովանես, դուք որ Հայաստան տեղափոխվեցիք, որ խմիչքներն էիք ընդգծում հայկական իրականության։ Գինին այն ժամանակ դեռ ակտիվ չէր, դե։ Ճիշտն ասած, մեր առաջին ռեստորանը, որ մենք բացում ենք, հիմնական իր կոնցեպտը եղել էր, որ գինին զարգացնենք, որովհետև ինձ ահավոր ներդարձնում էր հանգամանքը, որ մենք օղի ենք
լինում, այդ օղի բարի իմ համար մի քիչ։ Հա։ Դե չէ, լավ, քաշած օղներ կան մենք։ Եվ այն ժամանակ էլ գիտակցել էի, որ բնականաբար դա ժառանգ էր մնացել խորհրդային միությունից եւ ճիշտ այդ ժամանակ դեռ լավ հայկական գինիներ չունեինք, բայց մեկ այն ինչ-որ գենետիկ մի բան պորոտկում կար, որ պետքա գինին լինի, հիմնական մեր խմիչքը։ Ես անձամբ գինի շատ չեմ կարող խմեմ, բնական շատ եմ սիրում, զուտ մարմինս չի ընդունում, բայց այն ժամանակ առաջի կոնցեպտը եղել է, որ պանիր, cold cuts, սարը մսեղեններ, տենց մի տեղ։ Ֆորտիկները սարը, համերվեն լավ գինով։ Այդ ձևի կոնցեպտը է, բայց բնականաբար հետո փոխվեց, դարձավ լուրջ ռեստորան եւ օղեր էինք մատուցում։ Հրանուշ գինը կարմիր գինի է, թե սպիտակ։ Օղին էլ հետո։ Ըստ տրամադրության բնականաբար։ Երբեմն կարմիր, երբեմն սպիտակ, ջերմակ, ես կասեի, երբեմն ռոզե։ Ռոզեները ավելի պատանի տարիքի գեղեցկուհիներն են, թե տենց Ոչ, ես կասեի ավելի հանդարտ գին է ռոզեն։ Ես հիմնական բառերը հետ համաձայն եմ, բայց մենք ունենք Արեգը վերջնա։ բայց մենք ունենք նաև king գինեգործներ, ովքեր ունեն շատ լավ գինիներ։ Գինին ինչ լինի, տղամարդիկ այդքան չի վերքերից։ Հա? Կա ճշմարտություն։ Ընդհանրապես չէ տղամարդիկ։ Սիրելի դերասանուհի Մարջան Ավետիսյանն ու Ալեն Ավետյանը, նրա ամուսինը, յուրաքանչյուր հանդիպում վերածում են տոնի։ Նրանք իսկապես սեր եւ ջերմություն են ճառագում։ Մարջանի հետ շատ ենք աշխատել, բայց ավելի շատ գերադասում ենք աշխատանքից դուրս ճամփորդել միասին, շփվել, իհարկե մի գավաթ գինու շուրջ։ Նա ճանապարհի բացառիկ ընկեր է։ Հիշում եք համի ուժի նախորդ եթերաշրջանում միասին գնացել էինք Աղվերան, գարնանամուտ դիմավորելու։ Իսկական հեքիաթ էր, երբ մեզ անսպասելիորեն ձյունը դիմավորեց։ Լավ ընկերոջ հետ ոչինչ էլ սարսափելի չէ, ոչ եղանակը, ոչ հեռավորությունը, եւ ամեն անգամ այս հանդիպումը կարծես նախորդի կարճատև դադարի շարունակությունը լինի։ Ամառային այս գինոտ խնջույքը մեր ընկերության մեջ հայկական նոր երանգներ է թողնելու։ Ալեն, դու Հայաստան մինչև այդ շատ չես եկել գնացել, եւ քո հիմնական այցելության նպատակը դարձավ մեր սիրելի Մարջան ջանջանը։ Էլի այդ գինը, ախ այդ կանայք։ Գինն ու հայկական գինը։ Հայկական գինը։ Դու սիրում ես գինի, ես գիտեմ։ Սպիտակ, այո։ Որտեծ իրար հետ քանի անգամ սպիտակ գինի վայելել են։ Դու դուս ես սիրում։ Բայց շատ լավն էր։ Վանակատուն, թե Վանակատուն շատ լավն էր, լուրջ ասեմ։ Իտալիան շատ գին է։ Արմավիրցիներին մի մոռացի, ես արմավիրցի եմ, հետո ինձ գիտես ինչ են անելու։ Ռոզեի մասին էր խոսում։ նայեք, որպես ինչ նշում արդեն։ Ճիշտ ասած ես ռոզե շատ չեմ խմել։ Սպիտակ ու կարմիր գինի, սպիտակ գինի շատ լավն է, լուրջ շատ լավն է։ Իտալիան մենք շատ գինի ենք խմել բան ենք, բայց մի հատ լավագույն գինիներից ում չունեմ ես խմել։ Ես ուրախ եմ, որ դու քեզ համար բացահայտեցիր նոր գինիներ եւ հուսով եմ, որ դրանք կդառնան քո տան զարդերը, բայց իհարկե դու ունես լավագույն զարդը, մեր մարջին։ Մարջին ու գինին հետ է, Ալենը չի հանձնում, մարջին ու գինին հետ։ Okay, գինին, որ դուք մեզ դիմանաք։ Համաձայն եմ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, սիրուն ես։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ մենք սկսում ենք այս սիրո արշավը, սիրո, վայելքի, հաճույքի եւ Հայաստանի Հանրապետությունում բոլոր լավ երևույթների զարգացման ու խթանման արշավը։ Գինին պատմության մեջ ճամփա ընկած գալիս է հեռավոր տարերից ու դեռ շատ երկար հաստատուն կքայլի իր հաղթական ընթացքի մեջ։ Համիուժն իր 7-րդ եթերաշրջանի ամբողջ ընթացքում Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ միասին եւ նրանց կարևոր աջակցությամբ միանալու է գինու ճամփորդությանը, հիանալու է եւ արփենալու է հայկական գինով։ Հաջորդ անգամ այցելելու ենք Գևորգյան Winery, ապա հյուրընկալվելու ենք նրա հիմնադիր Վահագն Գևորգյանի տանը, համտեսելու նրա տիկնոջ շատ տաղանդավոր մի դերասանուհու Նարինե Պետրոսյանի խոհանոցի համեղ ուտեստները։ Մենք կզբոսնենք նաև Երևանի ամենագինոտ փողոցներից մեկով եւ կզրուցենք միակ հայ կին գինեգործ Զարուհի Մուրադյանի Զարա գինիների մասին։ Իսկ քուր գինիների տնօրեն Զորի Մկրտիչյանից կիմանանք, թե ինչպես են հին ժամանակներում տեղափոխել գինիները, ինչ է նշանակում կուր եւ ինչպես է նա դարձել գինեգործ։
Հաջորդ անգամ մենք անպայման կհամտեսենք Ամար կաֆե ռեստորանի խենթացնող կոկտեյլները, որոնցից մի քանիսը կպատրաստենք հատուկ գինով։